Տիկին Ֆրիդան իր մասին խոսեցինք, որ իր ծնունդն է եւ սիրով ենք խոսում, համուհոտ կա այս կնոջ մեջ, ես իմաստնություն կա այս տարիքի մեջ, պատկառանք կա։ Տիգրան Հայրապետյան ծնած մայր է։ Տիգրան Հայրապետյան մենք որ եկել ենք կրթամալիր, ես 17 թվականից առաջին անգամ որ լսեցի այդ անուն ազգանունը Տիգրան Հայրապետյանական օրեր, գրքերի ընթերցում, մրցանակ, բան, խորթ էր այդ ամենը, բայց արդեն մյուս երկրորդ տարվանից, որ մենք արդեն մտանք համակարգող որպես կազմակերպող բան, այսօր արդեն մենք դրա տարածողն ենք, ոչ միայն կրողն ենք, այլ տարածողը եւ ուրախությամբ ասեմ, որ այս տարի մրցանակը մենք բաց որոշեցինք բաց լինի նաև այլ դպրոցների համար, ինչու մյուս դպրոցներից չօգտվեն, որովհետև մյուս հանրակրթական դպրոցներում էլ Դավիթի նման, Սեդայի նման այնքան լավ երեխեք կան եւ ուսանողների, հա, այնքան լավ ուսուցիչների նաև, այնքան ունենք, որ դպրոցը չի տալիս այդ հնարավորությունը, այդ երեխան կորում է, իր արածը չի երևում Ինչու այդ երեխեքի աշխատանքները չկան հանրայնացվեն, որը մենք այս տարի կանենք եւ ասեմ, որ մրցանակի այդ բանը կարգը ուղարկեցինք տարբեր դպրոցների, մեր կապեր օգտան, կան արձագանքներ, կան դրական ոգևորիչ, կան անպայման, մենք Գյումրիի դպրոցից ունենք արձագանք, մենք հիմա դիտարկում ենք նաև քրդական գյուղի անգամ Սիփանի, որ Դավիթի հետ մի սովորող Գյումրիում հետազոտական են ներկայացնել ազգային փոքրամասնությունների մասով աշխատարանի օրերին, դիտարկում ենք այդպես լավ տարբերակներ կան եւ այդ սովորողներին պիտի աջակցենք գան առաջ, իրանք էլ տեսնեն Երևան ասենք Դավիթի նման հրապարակային իրանց գործերը Սեդայի, Սամվելի մեր թող գան առաջ եւ լավ արեցին որ բաց որոշեցինք այս տարի թող տարածվի հանրայնացվի ուզում եմ ասել որ սովորողները երբ որ կարդում են ասում են դժվար է Տիգրան Հայրապետյանի խոսքը հեշտ ընկալելի չի մի անգամ սա այս հոդվածը այո մի հոդվածը մի ժամվա մեջ ընկալես որ վերջում հասկանաս օրվա վերջում հասկանաս ինչ էր ուզում ասել հոդվածը երեխեք ասում են մեկ անգամ կարդալով չենք իրացնում ուրեմն պետք է մի քանի անգամ բայց այդ էլ կարևոր է, այդ էլ հետաքրքիր է, մատչելի շատ բարձ խոսքը կարծես վերլուծելու կարիք էլ չկա, այո, հետո անդրադարձ ենք անում հետո, պարզ խոսքը վերլուծություն չի պահանջում, դե պարզ խոսքը ասում է, բայց այն ինչը բարդ է, ինչը որ ենթատեքստեր է պարունակում, վերլուծելու, չէ, մտնելու, խորանալու տեղ է պահանջում, էդի է հետաքրքիրը, դա է հետաքրքիրը։ Ինքը ասում եմ, ես պարզ եմ գրում։ Որը տեսեք, իր համար։ Խնդրի չեն հասկա, ես պարզ եմ, ես քանցրանից ավել էլ ոնց պարզ գրել։ Բայց այդ գրվածները, որ դասեն, որ հետագայի համար, չէ, տեսեք, 20 տարի առաջ որ գրել է ձեր համար է գրել, որ դուք այսօր կարդում եք եւ ասում ես, չէ, կարծես թե այս նոր է գրել, երեք է գրել։ Այդ իմաստով շատ ուսանելի է եւ մենք իսկապես այն եզակի կրթական հաստատությունն ենք, որ մշտապես կարդում ենք Տիգրանի գործերը, կարևորում ենք, արժևորում ենք եւ տեսեք այս տարի ուզեցինք տարածենք, որ մյուսներն էլ հասանելի լինի։ Ձեր բալիկների համար, որոնք ցավով պիտի ասենք, որ չնայած Տիարբլյանը միշտ տեսեք ծննդյան օրն է, մենք այդ օրն ենք նշում, ոչ մահվան, որը էլի չէ մարտի 9 Մարդու ծննդյան օրը ոնց որ կենթանի է ինքը, այսինքն մենք իր մասին ներկայով ենք խոսում, ծննդյան օրը դա է խորհրդանշում։ Եթե մահվան օրը մենք խոսում ենք հիշողությամբ, հա, հիշատակի խոսքով, ծննդյան օրը մենք խոսում ենք ինչպես, այո, այդպես էլ մենք անում ենք եւ առաջիկա մարտի 18-ը կլինի նաեւ հերթական այդ կարևոր օրերից մեկը։ Տիգրանի համար բաժակ պատրաստենք Խփենք, քանի որ մենք խոսում ենք կենթանի մասին։ Ահա, խնդրում եմ իրա ներկայության համար, իր թողած ժառանգության, իր գրածների, որ այսօր մեր պատանիները իրենց եք ասում, որ կարդում են մի քանի անգամ պետք է կարդակ, բայց տեսեք, ես որ ինձ թվում էր, որ ես իր հոդվածները խմբագրել եմ, մարսել եմ, 1000 անգամ կարդացել եմ, այս հատորները որ սարքում են Ամեն անգամ որ կարդում եմ նոր բաներ եմ հայտնաբերում ինձ ու ասում ես այնքան ոնց որ հա հասկացել եմ բայց այդ խորությամբ չի հասկացել մի հատ իսկ կտորը նայեք մի հատ հետո դնում եմ երբեմն Facebook-ում որ ինձ համար բացահայտումներ են այդքանից հետո ուրեմն պատկերացնում եմ
երեխեքի բաներ կա, որ այդ օրվա համար չի գրված եղել, բաներ կա, որ հետոյի համար ա եղել, հիմա որ լինում ա, հիմա ենք հասկանում ինչի մասին։ Հետո ես էլ աճել եմ, այսինքն ես դա էլ եմ մտածում, որ այն ժամանակ 30 տարեկան էի, 30 մինչև 4, հա, 4 տարեկան, 34-ում, հիմա արդեն 2 անգամ ավելի մեծ եմ ոնց որ դառնում, հնարավոր է, որ ես հիմա ավելի շատ, ոնց ասեմ, ընկալունակությունս է մեծացել, դիտելիքներս եւ այդ փորձառությունը, այդ ամեն ինչը, որ դրա համար եմ հասկանում, 30-ում գուցե չէի հասկանում եւ երևի դա կա մեջը ճշմարտություն, որտեղ այն ժամանակ ես կարծում եմ ամեն ինչ ավելի ավելի ուղղակի տենց գրական չէ։ Ես ես վերջերը շատ եմ մեր ընթերցում իմ հրապարակումները ու կարդում եմ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի եւ առաջին հոդվածներում սինքրոնում ասում ես եմ գրել այս վերլուծությունները, ինչ խորությամբ եմ ես նայել, հիմա ես նայում եմ ուրիշ համատեքստ եմ գտնում, ուրիշ, չգիտեմ, իրադարձություններում իրար հետ համեմատում, զուգահեռներ տանում ու պիտի ասեմ, որ Տիգրան Հայրապետյանը իմ համոզմամբ ու գնահատմամբ մի եզակի հեղինակներից է, որ պիտի դարերով ընթերցվի ու իր խոսքը միշտ արդիական է ու թե դիտարկենք ներկայիս աշխարհակարգում բան փոփոխություններ չկան, իր ասածը իրականանում է, ոնց որ ինքս Սամվել եմ նշեց, ոնց որ դուք նշեցիք, իր խոսքը Ահավիտյանն է ու դա ինչի մասին է վկայում, նախ իր խոսքը, որ ասում է ես ուղղակի եմ ներկայացնում, բայց ինչ չեն հասկանում, ես էլ պիտի խոստովանեմ, որ շատ դեպքերում ես առաջին անգամից չեմ հասկացել, 2 անգամից չեմ հասկացել, 3 անգամից չեմ հասկացել, նորից վերընթերցել եմ, չգիտեմ, mən իրավիճակն եմ ուսումնասիրել, որում ինքը հետի գրել է այն տարեթվերը, որ ժամանակ թոդվածքն ինքը խմբագրել է, այդ ժամանակ գոնե ինչ-որ չափով մոտեցել եմ իրականության բացահայտմանը, ու ինչի մասին է դա վկայում, դա վկայում է մարդու կրթվածության մակարդակի, օբյեկտիվ գնահատական տալու ունակության, բազմակողմանի զարգացվածության մասին, իսկ այդ շատ կարևոր է, թե վերլուծաբանը, թե ընդհանրապես քաղաքացու համար, ու ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, որ Տիգրան Հայրապետյան մրցանակակիր եմ, ես ինչեւ հիմա էլ դերեցեմ։ Այո։ Որովհետև ինչքան գլխին դիր այդ դուսիներեցի չի ստանա։ Այդ տեսածի տարոսը քեզ։ Այո։ Այսա արժանի կենաց։ Եղիսաբեթի կենացը, որովհետև իրանք երկուսով իհարկե տարբեր են իրանք գործառույթները, որովհետև Եղիսաբեթը գիշերն ամենում Մարինան օրվա մեջ աստեղ, Մարինան հետո ուրիշ գործառույթներ անում, որտեղ Եղիսաբեթ իրիկունը չի անում։ Ես իրանց իրար չեմ բաժանում եմ, հա, իրանց իրարից բաժանում եմ ամեն մեկի ոնց որ ասած կատարած գործը եւ ամագը իրան գնահատում եմ, բայց միշտ ասում եմ, որ մեր բախտը բերել է, որ այս երկու հրաշալի տիկնայք Ֆրիդայի կողքին են, որովհետեւ իրանք մենակ գործ չեն անում։ Այսինքն միայն ասենք աշխատավարձի համար որ գան, այս ինչն անեն, թողեն գնան։ Իրանք հոգով սրտով, այս կնոջ կողքին են, հոգով սրտով։ Եվ ոնց ասած, երբ որ ես զանգեցի օրինակ Մարինային, ասեմ Մարինա ջան, ուզում եմ մի հատ սենց սեղան դնեմ, գալու են դպրոցից, ասեց, դու ոչ մի բան մի արա, ես ամեն ինչ կանեմ։ Ասում եմ, չէ, բայց ես էլ անեմ, չէ, ոչ մի, ես ամեն ինչ կանեմ։ Մի զորել համոզել եմ, որ արի ես չդնես սեղան, կամ ես չակամ, ես գամ, ես էլ մասնակցեմ իվել։ Այսինքն թող Աստված այդ առատաձեռնությունը, բանը, ոնց են ասում, նվիրվածություն իր հերթին, բայց ոգու առատաձեռնությունը, այսինքն ձեր այդ վերաբերմունքը թող տասնապատիկ վերադարձնի ձեզ, իրոք, մենք ես հանգիստ քնում եմ, հանգիստ գնում եմ երկրից, որտեղ գիտեմ, որ իրանք էստեղ են։ Մարինան, որ մենք իրար գնացինք, մեզ համար հարազատ արցինք, հարևանների
Մենք անցած տարի տեսանք։ Մերվել եմ հարևանի հետ, ես ասում, դու իմ Երևանի աղջիկն ես։ Տեսնում եք։ Այսինքն ոչ որողներին ասում եմ գնում եք, բարձում, ձեր մեծերը որտեղից եք, ոչ մի բան չգիտեն մինչ այդ։ Երրորդ տատիկից պապիկից ենքում ոչինչ։ Հայրդ որտեղից է զորով ասում։ Պապը դե խաբար չի, ընդհանրապես որտեղից է։ Բայց մենք այն օրը եզդիների միության նախագահին ընդունեցինք Հաջոյանին, 11 ճյուղը թվարկեց ու ասեց եզդիներիս մոտ, ասում է, երեխան մինչև դպրոց գնալը պետք է իր տոհմածառը յուրացրած լինի։ Դա սովորույթ է եղել, որ մենք կորցրել ենք։ Ասում դպրոցում ես, ասում է, ի՞նչ դպրոց, ընտանիքում ինքը տոհմածառը պետք է իմանա արդեն։ Եվ այդ մարդը թվարկեց 11 ճյուղ, ասեց հələ կուզեք ավելի կծավալվել։ Բայց մենք պապիկից այն կողմ չգիտի երեխան։ Դե մի մաս օբյեկտիվ է, որովհետև մենք ունեցել ենք ցեղասպանություն։ Հա, ցեղասպանությունը շուտ կտրել է, որ այդ ավանդույթներն էլ խորհրդային կտրել են, էլի չէ, թիմ, բան ամեն ինչը։ Ամեն դեպքում, այստեղ այդ խոսակցությունն էր, որ Տիգրան ինքեր հայրիկի կողմից մայրիկ մաման կարսեցի էին իրան, բայց հայրիկի կողմից մեղրեցի։ Ու Տիգրանը միշտ ասում էր, ես մեղրեցի, ես սյունեցի եմ։ Ինչու, ասում էր, իմ եղբայրը ինքը սյունեցի չի, ես եմ սյունեցի, որովհետև ասում եմ, ես այն աղբյուրի ջուրը խմել եմ, ես գիժ եմ, սյունեցի խենթն եմ, որտեղ ինձ խմացրել են, պարզվում է մեղրիում այդ կողմերը ինչ-որ մի հատ աղբյուր կա, որ սասունցի դավթի պես մի հատ աղբյուր է, այո, լեգենդի աղբյուր է, որը ով որ սասունցի է, այդ ջուրը խմում է ու ինքը դառնում է ուրիշ կերպ, ուրիշ ձևի, ասում եմ, տատս խմել էր, ես խմել եմ, չգիտեմ ով խմենք, ասում եմ, ես մեղրեցի եմ, Ես ասոնցի եմ ես կրում։ Ակումբների եւ այդ Տիգրանի շատ էր ասում, ինքը շատ, այդ մեղրու, հետո ինքը ուրիշ բաներ էր ասում էր Արարատյան դաշտավարի ժողովուրդը շատ են գնացել եկել եւ այլ, իրանք այդ արմատները տենց չունեն, ոնց որ սունեցիները, ղարաբաղցիները, ինքը ասում էր իրանք երկուսը բնիկ են, միշտ են այդտեղ եղել։ Մենք դրա համար շնիկ Արցախը իրար եւ պայքարել են եւ իրար հետ շփվել են։ Այո, իհարկե։ Այսինքն ինքը ասում էր այդ երկու ժողովուրդներն էլ բնիկ են ու արմատներով են։ Դա որ ուզում եմ խմեմ Սյունիքի, Ղարաբաղի եւ Տիգրանի հարազատների Գերդաստանի եւ նաեւ ձեր ներկայությամբ ձեր բոլորի Գերդաստանի Արցախի մեր ակունքներին իսկապես շատ Աստված դա ինչ որ մի օր, այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, բայց վստահ եմ, հույս ունեմ, որ ինչ որ մի օր կգնան հետ արաբացիները, որտեղ իրենք կապված են, շատ կապված են։ Մեր ակունքները իսկապես ճանաչելը կարևոր է, ես շատ եմ կարում իմ երեխան իմանա իմ պատմությունը, իմ Գերդաստանի պատմությունը, էդի պիտի գնա իրենց սերնդեսերունդ, մոռանալու իրավունք չունենք, պիտի փոխանցեն, մեր ծնողներն էլ պիտի իրենց երեխաներին դաստիարակեն այդ բանը ոգով այդ սկզբունքով, որ իրանց արմատը, տոհմածառը իհարկե անպայման, որտեղից եմ ես սերում, ինչ պատմություն ունեմ, իմ ծնողները, իմ պապը, իմ տատը, անպայման, ընտանիքի արժեքները, ավանդույթը, համու հոտը, հացը, այդ սաղ պիտի փոխանցվի երեխային։ Թե չէ օտարանում են, այսօր որ հյուրի հետ քննարկում են եվրոպականացումը, էդի տանում է այդ սաղը։ Շատ սիրուն կենացել եւ շատ աջանի համու հոտը։ Տիգրանի Գերդաստանի եւ ձեր Գերդաստանների, գայլան չգիտեմ որտեղից, հա, բայց իմ հապերս էլ Էրզրումից են, որոնք եկել են Ղարաբաղ եւ կեսը մի շատ քիչ մաս մնացել է Ղարաբաղում, մնացածը գնացել է Շամշադին, պապիկս, բայց հետո չգիտեմ իր բաներով եկել են Արցվաշեն, Արցվաշենը արդեն հիմնադրված է եղել, Արցվաշենի պաշտպանության համար ինքը շատ մեծ դեր է ունեցել եւ Վախթան Կանանյանը իր մասին մեծ պատմություն ունի գրված։ Բայց թուրքերը մի անգամ պապս իր տղայի հետ 18 տարեկան գնում է անտառից խայտ բերելու, Արցվաշենում են արդեն լինում ու թուրքերը հետևում են, նա շատ քաջ է եղել, այլ ես կարող եմ համեմատել Վազգեն Սարգսյանի հետ, ես չեմ տեսել իրենք պատմել են իմ պապիկիս մասին եւ մորթել են իրան ու իր տղային
ու տատիկս ասել են, որ արդեն տենց են արել, սայլի վրա են դրել ուղարկել, դուք պատկերացնում եք, այդ ողբերգությունը մեր ընտանիքում, ու հիշում եմ այդ տատիկիս այդ տխրությունը, որ ասում եք, այո, պետք է արմատները ուսումնասիրենք բան, ուրեմն դա մեծ ողբերգություն է եղել մեր ընտանիքում, ունենք չենք կարողացել այդ մասին խոսել։ Եվս անցել է, իմ պապաս ուժեղ է եղել, նա էլ մեծացել է, իր քույր եղբայրերին տեր է կանգնել, եւ այլն, եւ մեծ ողբերգություն իմ հայրիկիս հետ է կատարվել, որս ես 5 տարեկան եմ եղել։ Բայց մայրս վաստակավոր մանկավարժ է եղել, իհարկե կոչում ավելի ուշ է ստացել, նաեւ չենք կարողացել այդ պատմությունը անդադ հարցնենք։ Հիմա մենք քույրերս երեքս էլ կենդանի ենք ու մեզ դա շատ է տանջում, շատ ենք տանջում, նախ մեր շատ բաները մնացին Արցախում, մեր պատմությունները, մեր գրքերը, մեր լուսանկարները եւ այլն։ Ու իսկապես ինչքան մեծանում ես, քո Գերդաստանի պատմությունը տանջում է քեզ, դու ինչի ու ասում դու ինքան փոքրիկ ես չես մտածել, որ դրանք անverջ հարցնես, որտեղ դա ցավ է եղել իրենց համար։ Ու տատիկս սևազգեստ է եղել, ես ինչ նրան հիշում եմ, ու այդպես էլ ինքը իհարկե հարյուրամյակի մեջ այո, այդքան ողբերգություններից հետո այդքանը ցավով ապրել է, ցավով ապրել, ապրում ես, հետո ապրում ես երկար հետո։ Ուզում եմ ասեմ, բոլորս էլ այո մեր արմատները ցեղասպանությունը բոլորիս ընտանիքում մեծ անջնջելի հետք է թողել։ Կալաջան, ուրեմն դա դու ես Գերդաստանի քո Գերդաստանի Շամշադինի շրջանում արցախցիներ շատ կան, որ այնտեղ վերաբնակվել են։ Մենք որ ճամփորդության գնացինք Շամշադինի կողմերի Այգեձոր բան գյուղ կան դեր։ Այնտեղ ում հարցնում է արմատներ Արցախից էին համարյա։ Շատ լավ, երկար փնտրելու կարիք չեղավ, մի անգամ ես հասկացա, թե որ հատորի, որ մասն մեզ համար առավել կանալիական, որն է մեր այսօրվա, այսպես ասած, հրամայականն մեր պետականություն պահպանող տեսանկյունից, ընթերցելու ենք Տիգրան Հայրապետյանի հոդվածների 3-րդ մասը, Փրկենք հայրենիքը, հենց նախաբանը։ Իդեպ հատկանշական է, որ նախաբանը, որը ընդգրկված է պետականության կառուցում համազգային խնդիր է բաժնում, կարճ է, բայց շատ խոր իմաստ։ Եկեք սկսենք։ Մի քանի օրում տեղի ունեցավ այն, ինչ ամենահամարձակ կանխատեսումներով սպասվում էր առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում։ Շատերն էին խոսում խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունից սպասվող արմատական փոփոխությունների մասին, բայց իրադարձությունների նման զարգացումը շփոթեցրեց բոլորին։ Անշուշտ հազարամյա ընդհատումից հետո դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ պետք է ինքներս տնօրինենք մեր ճակատագիրը։ Նման ավանդույթներ մեր քաղաքական միտքը չունի։ Մեր քայլերը միշտ թելադրված են եղել քաղաքական հանգամանքներով կամ ծրագրված մեծերից մեկի կողմից, բայց այժմ ավանդական պատվիրատուն խոր ճգնաժամ է ապրում, իսկ արևմուտքը մեզ հարմար ոչինչ չի նախապատրաստել։ Հայ ժողովուրդը մենակ է մնացել իր անսահման հավակնությունների ու աննշան հնարավորությունների։ Իրադրությունը պահանջում է առաջ քաշել նոր ազգային եւ համամարտկային գաղափարներ, եւ որքան էլ այս երկուսի համադրումը ժխտում է մեր ավանդական մտածողությունը, դա միակ իրականության թելադրված հնարավորությունն է։ Միջին Արևելքում խաղաղության գործընթացի իրականացումն այսօր հրամայական անհրաժեշտություն է։ Պետք է հասկանալ, որ այս գործընթացն արաբա-իսրայելյան խնդրի լուծումից վերաճել է Միջին Արևելքում նոր աշխարհակարգի հաստատամթացքի, որի շրջանակներում էլ մշակվելու են տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծման տարբերակները, այդ թվում մեզ առնչվող խնդիրները։ Գործընթացի կազմակերպման համար պետք է մի երկիր, որի տարածքում անհրաժեշտ կառույցների ստեղծումը ընդունելի կլինի Միջին Արևելքի բոլոր երկրների համար, եւ մի ժողովուրդ, որ կդառնա այդ ընթացքի գաղափարական կրողը։ Հայաստանն ունի բոլոր պայմաններն այս գործընթացի հոգեվոր տարածքների առանցքը դառնալու համար։ Սա այն ճանապարհն է, որի վրա ոտք դնելով ձեռք կբերենք եւ քաղաքական ապահովվածություն, եւ տնտեսական ու հոգեվոր բուռն առաջընթացի խթաններ, եւ մեր ազգային խնդիրները լուծելու հազվագյուտ հնարավորություն։ Սա նաեւ մեծ քաղաքականությանը սեփական սցենարով մասնակցելու տարբերակն է, որի բեմադրությունն ամբողջովին կախված է մեր աշխատունակությունից, արագությունից եւ մտավոր պաշարից։
Ապրես։ Ապրես։ Իսկական իրոք ճիշտ Որը որ չարեցիք, բաց թողեցիք։